Ինչ երթ եք այսօր իրականացնում։ Քանի որ այսօր բոլոր աշխատողների տոնն է, միջազգային տոնն է, երթը կապված է մեր բոլոր աշխատողների համար։ Ինչպես տեղեկացանք, ամեն տարի նման երթ է տեղի ունենում, դուք ամեն տարի մասնակցում եք։ Չէ, ցավոք այս տարի արդեն ցավոք նախորդ տարիները չեմ մասնակցել, այս տարի առաջին տարին է, որ մասնակցում եմ Արմենիության հետ միասին։ Եվ ինչ ակնկալիքներ ունեք այսօրվա երթից։ Հուսանք այն նպատակը ինչ որ մեր դրել են, ոչ միայն Արմենիությունը, այլև մյուս կազմակերպությունները, այսինքն աշխատավորների տոնը էլ ավելի շուկով նշելու, հարգելու աշխատավորներին, պաշտպանելու նրանց օրենքները, կարգերը։ Հուսամ մենք այսօրվա մեր երթով դրա իրականացնենք։ Ինչ ծրագրեր ունեք այսօր, ինչպես եք երթը նախատեսում։ Ծրագրերը մենք կոչ ենք անում, որ աշխատողների իրավունքները հնարավորինս պաշտպանված լինեն։ Իսկ ինչ եք կարծում, այժմ պաշտպանված են աշխատողների իրավունքները Հայաստանում։ Մեր ուզած չափով ոչ։ Իսկ ինչ պետք է անել դրա համար, որպեսզի։ Դրա համար պետք է համակարգված գործատու աշխատող աշխատանքային հարաբերությունների կարգավորված իրար հետ պետք է համահունչ քայլեր անենք, որպեսզի կարողանանք աշխատողների լիարժեք պաշտպանել։ Երթը մինչև որտեղ է նախատեսվում։ Երթը այստեղից մինչև հրապարակ, Հանրապետության հրապարակ, մեր աշխատավայր մինչև։ Եվ այսօրվա խորհուրդը ուղղակի ոչ թե ոնց են ասում, տոնական չի կարա լինի, որտեղ մենք շատ անելիքներ ունենք, շատ։ Դեռ բավականի ճանապարհ պետք է անցնենք, կարողանանք համատեղ ջանքերով մենք մեր համակարգի սոցիալական գործընկերների հետ, բանկային եւ ֆինանսավարկային համակարգի կարողանանք լուծումներ տանք այն խնդիրներին, այն բացթողումներին, որոնք առկա են մեր համակարգում։ Իսկ դրանք կարող են լինել, որովհետեւ որտեղ աշխատում են, այնտեղ բնականաբար եւ լինում են խնդիրներ, որոնց պատասխանատուն Արմենիությունն է առաջինը այդ խնդիրների լուծման։ Արմենիության ո՞ր ճյուղն եք դուք այսօր ներկայացնում։ Մշակութային ճյուղն ենք ներկայացնում, Արտաշատի Շարլան Զանգուրի անվան մշակույթի կենտրոնի աշխատակիցներ ենք։ Մենք ինքներս Արմենիության անդամ ենք եւ մասնակցել ենք տարբեր հանդիպումների Արմենիության կոմիտեի կողմից կազմակերպված սեմինարների, շատ շնորհակալ ու գոհ ենք, քանի որ Արմենիությունը լուծում է տարատեսակ հարցեր, լայն շրջանակներ ունի, առաջի հերթին ամենակարևորը աշխատողի իրավունքների պաշտպանության հարցն է, որ շատ կարևոր է մեր օրերում, եւ սիրով մասնակցել ենք ուրախ ժամանց, մնացածը դեռ գիտեք։ Իսկ առաջին անգամ եք մասնակցում։ Քալերթին, այո, իսկ սեմինարի մասնակցել ենք, հանդիպումներ եղել են, իսկ քալերթը որպես այդպեսին առաջին անգամն է։ Ինչ եք կարծում, Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանված են։ Մասամբ այո, ավելի շատ աշխատողների իրավունքները մասամբ կարող եմ ասել ոչ լիարժեք, բայց Արմենիության գործերին աշխատանքին երբ որ ծանոթանում ես, հասկանում ես, որ շատ ավելին է, քան մենք պատկերացնում ենք աշխատողի իրավունքների պաշտպանության հարցում, եւ դա ողջունելի է։ Ես ինքս վստահում եմ եւ շատ ուրախ եմ, որ այդ կազմում ենք Արմենիության կոմիտեում ենք։